Շարունակում ենք ուրիշ նորությունները արդեն հյուրի հետ, ուրախ ենք ողջունելու մի մասնագետի, ում ամենուր չենք կարող դիմել այսպես այցելելով հիվանդանոց կամ բուժ հաստատություն, բայց այսօր հրաշալի առիթ է, մենք մեր ունկնդիների փոխարեն հարցեր կուղենք և կարծում եմ, որ շատ պատասխաներ մեզ և ունկնդիներին հուզող պատասխաներ կլսենք մասնագետից։ Առողջության խորհրդատու, նուտրիցիոլոգ, դիետոլոգ Մարինե Գևորգյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, ուրախ եմ։ Մենք ճիշտ ասած երկար մտածում էինք նուտրիցիոլոգ թե սննդաբան, հետո հասկացանք, որ սննդաբան մասնագիտությունը մի տեսակ արդեն շատ է խեղաթյուրվել վերջին ժամանակներում, այսինքն մի քիչ ավելի ընդլայնվել է այս մասնագիտության ընկալումը։ Դրանում մեղավոր են սոցցանցերը, TikTok-ները, Instagram-ները, որտեղ որ կարծես նույնիսկ մասնագիտական կրթություն չստացած մարդիկ մակերեսային գիտելիքներով իրենց որակում կամ ներկայացնում են որպես սննդաբան, որոշեցինք ավելի լրջացնել ձեր արած գործը նուտրիցիոլոգ։ Միգուցե հայերեն չէ, բայց ամեն ինչ հասկանալի է։ Եվ նրանց համար ովքեր որ չեն պատկերացնում գործառույթը նուտրիցիոլոգի, կխնդրենք, որ նաև մեկնաբանեք։ Այո, օրինակ ինչով է զբաղվում նուտրիցիոլոգը։ Շնորհակալություն նախ ուրախ եմ հրավերի համար, ձեզ հետ հանդիպման համար եւ մի փոքր ներկայացնեմ թե առհասարակ ինչ եմ ներկայանում որպես նուտրիցիոլոգ հիմնականում սննդաբան դա կարող է ներառել նուտրիցիոլոգիայի ճյուղերից մեկը սննդի խորհրդատու առողջ սննդի հետ կապված բայց նուտրիցիոլոգը իմ մտախորիզոնում որտեղ որ նաեւ կա դիպլոմավորված մասնագիտական դա արդեն միջազգային որակավորում ստացած մասնագիտություն է շատ տարածված եւ այստեղ տարանջատվում են նուտրիցիոլոգիայի ճյուղերում տարբեր մասնագետներ հենց սննդաբանը որ հայեցի կարող ենք թարգմանել սննդի խորհրդատու կարող է լինել սննդանյութերի ճիշտ խորհրդատու այսինքն ճիշտ կարող ենք ուղղորդել նաև թե ինչ վիտամիններ հա մի քիչ ավելի մատչելի բացատրեմ քան տերմինոլոգիայով որովհետև ես չեմ սիրում մի քիչ տերմիններով խոսել որ ժողովուրդը ավելի պարզ հասկանալի լինի այսինքն վիտամինները որ ուղղակի վերցնում են փորձում են այս վիտամինը մյուս են փորձում դրանց համար պետք է մասնագիտական ճիշտ ուղղորդում, նաև նուտրիցիոլոգիայի ճյուղերից, որը որ իմ սննդային պրոտոկոլների մասնագիտության ճյուղն է, առանձնացված, նաև երբ որ կա խնդիր, եւ խնդիրը լուծվում է համատեղ սննդանյութերի եւ սննդամթերքների ճիշտ համադրությամբ։ Բացատրեմ օրինակ ամենապարզը ալերգիայի դեպքում, հա, չի կարելի սահմանափակել մթերքները առանց հիմք ունենալով նաև ռացիոնում ճիշտ մթերքների օգտագործումը։ Կամ երկաթի դեֆիցիտի դեպքում դուք չեք կարող դա կիրառել անվերջ թեկուս եթե կա արդեն անեմիա պրեպարատը օգտագործում եք դրա հետ պետք է անպայման հիմք հանդիսանա սնունդը դրանք հենց սննդային պրոտոկոլներն են որոնք ժամանակավորապես են կազմվում եւ այդ խնդիրը լուծելուց հետո իհարկե արդեն նոր կարող է սննդաբանը բալանսավորված սննդակարգով անցնի բայց այդ պրոտոկոլների ժամանակ նույնպես հաշվի առնում մարդու պահանջարկի սպիտակուցը, ճարպ, ածխաջուրը եւ այդ բալանսը։ Շաքարախտով հիվանդ մարդիկ գլիկեմիկ ինդեքսն են հաշվարկում միշտ, երբ որ ընտրում են սննդակարգը։ Կան օրինակ գլուտենը, օրինակ արմավենու յուղը, դրանք նյութեր են, որոնք համատարած օգտագործվում են, բայց վտանգավոր են։ Նույնիսկ մթերքների վրա գրվում է առանց գլուտենի կամ առանց արմավենու յուղի։ Նախ խնդրեմ ասեք ինչ է գլուտենը, հասկանանք մինչև վերջ։ Եվ արմավենու յուղը ինչով է վտանգավոր։ Այն շատ չգիտեմ, թխվածաբլիթերում է օգտագործվում, այլ տեսակի ուտելիքներում։ Մի խոսքով մեզ մի քիչ ձեզ ավելի մատչելի բացատրեմ, քան թե մոդայի առանց լակտոզայի, առանց գլուտենի։ Տեսեք, սովորաբար դա գենոտիպային նույնպես սննդային սնվելու կուլտուրա կա։
Երբ որ հայերի մոտ այլ է տարբեր երկրի մարդկանց մոտ ի սկզբանե ինչպես եղել իրենց գենետիկ սման տեսակը, որը օրինակ ցորենը կա իրենց մշակույթում եղել է գենետիկորեն կամ ծովամթերքները եղել են կամ բուսակերությունը, հա, այդպես որ կամ կետոները, կետո դիետաները օրինակ մեկը վերցնենք, որը ասենք հյուսիսում, որտեղ աղքատ է բնությունը նման ծնված, հա, այդտեղ մեծացած մարդկանց համար բջջանյութ որպես այդպեսին բնական չկա, չէ, այնտեղ եւ հիմնականում իրենց ձկնեղենից որտեղ հիմնական իմաստը օմեգա 3-ը ճարպաթթուներն առողջ, հա, ճարպերն են օգտագործում եւ սպիտակուցը, բայց երբ որ ձեր գենոտիպը նման է օրինակ հայկականին եւ ինքը կա բարձր լեռնային են, որտեղ մշակաբույսերից օրինակ օգտագործել են հացահատիկ եղենը, մի փոքր էսա կմեկնաբանեմ նաեւ հացահատիկի մասին, ցորենի, հա, ցորենը ինքը արդեն գենոտիպում դա պետք է օգտագործվի, երբ որ շատ են հիմա խառնված, տեղափոխվում են ապրելակերպ, այլ մշակույթի սննդակարգ է ներմուծվում, հա, տարբեր երկրներ հասանելի է դառնում, բայց դա միշտ չի, որ մեր օրգանիզմը կարող է դա ծանոթ լինել եւ յուրացնել։ Դրա փոխարեն լինում են նաեւ նման ագրեսիվ դրսևորումներ օրգանիզմի կողմից եւ իրենք չեն կարողանում ճիշտ դրսևորվել որպես հասկանալ դա իրեն օգտակար է թե վնասակար։ Ցորենի մասով ասեմ գլուտենը, ինչու է հիմա շատ այսպես գլուտենի անտանելիություն հասկացողություն կա եւ կա ցելիակիա։ Ցելիակիա, երբ որ ընդհանրապես գլուտեն իրավունք չունի, դա ի սկզբանե այդ ֆերմենտը, այդ մասնիկը, հա, որ կարող է իրեն յուրացնել, մարսել, օգտակար, հա, սննդանյութ օգտագործել, մեր օրգանիզմը իր մշակման մեխանիզմի, հա, այդ փոքրիկ մասնիկները չունի։ Իսկ ցորենը սելեկցիայի արդյունքում մոտ 100 տարվա ընթացքում ցորենի գլուտենային մաս այդ միջուկը, հա, որից ստանում են բարձրակարգ սպիտակ ալյուր, մոտավորապես բարձրացրել են 20%-ից 70%, այսինքն օգոգն են բարձրացրել եւ այստեղ ավելի լինում է 70% ստանում են սպիտակ ալյուր, դա արդեն ըստ պահանջարկի է ձևավորվել, իսկ դա արդեն այդ ժամանակներում վերջո դրան նայել են որպես հաջողություն, դա հաջողություն, այո, սելեկցիոն, այո, ստացել են շատ բարձրակարգ ալյուր, բարձր, հա, որ քանակի, բայց մարդու օրգանիզմը դրա համար բնությունը այդպես չի ստեղծել։ Ցորենը ստեղծված է եղել իր թաղանթանյութը որպես B խմբի վիտամինների եւ բջջանյութ եւ բարդ ածխաջուր որպես, որ շատ ժամանակակից մարդու սննդակարգում եւ որ սննդում շատ է պակասում, թերի է եւ այդ դրա բացի պատճառով մի շարք խնդիրներ է սկսում աղեստամոքսային, հենց այդ մարսողական, պերիստատիկայի եւ այլ մնացած եւ ամենակարևորը մեր օգտակար միկրոբիոմի սնունդն է հանդիսանում այդ թեփը, այսպես ասած, վրայի իսկ այստեղ բավական չէ մենք ստացել ենք արդեն 70%-անոց գլուտեն միջուկը, հա, մի բան էլ վրայից մնացածը շպրտում ենք եւ ուտում ենք դա, որը հենց գլուտենը կլեյ հասկացողությունը իմ արմատը, հա, ինքը սոսինձ է, այսինքն սոսինձումը, որը սոսինձի պես կպնում է աղիքի պատերին։ Եվ մի շարք խանգարում է յուրացումներ, մարսողական համակարգի, դրա համար շատ է այսպես դրա ոնց որ խնդիրը բացասական անտանելիությունը։ Այսինքն ժամանակակից օրգանիզմը էվոլյուցիոն պատրաստ չէ այդ նյութը յուրացնել, ճիշտ եմ հասկանում։ Պատրաստ է, բայց ոչ այդ քանակությամբ։ Հասկացա։ Իսկ արմավենու յուղը։ Ну, դա նույնպես այնտեղ զտման տարբերակներ կան, արմավու յուղը հենց ֆրակցիաների տարբեր կան մի փոքր որակյալ մաս, մնացածը ոչ այդքան որակյալ եւ դա այդքան էլ օգտակար չի օրգանիզմի համար, որովհետեւ պետք է ավելի շատ մեր սննդի մեջ որ ստանում ենք, մենք կարող ենք արմավի նման յուղի
փոխարեն այլ նորմալ յուղերից ստանալ, որը որ օրինակ մեր հայկականում շատ ակտուալ է եւ ճիշտ է կտավատի մեր բնաշխարհում կոնկրետ որտեղ որ ծնվել եք գենետիկորեն որտեղ ծնվել եք ապրել եք կամ ձեր նախնիները որտեղից են այլ այդտեղի սննդամթերքների ճիշտ օգտագործումը պետք է լինի նո մեկ կարելի է փորձել այլ բաներ բայց ոչ մշտական ռացիոնում որ հիմա շատ ակտուալ է ավոք սերունդը հաճախ է ասում այ մեր ժամանակ կաթը պանիրը մածունը միսը եւ բանջարեղենը մրգեղենը չունեին պարարտանյութեր, չունեին քիմիական հավելումներ եւ կարծես ընդհանուր բնակչությունը ավելի առողջ էր։ Սա միֆ է, թե իրական փաստեր ունի հիմքում։ Տեսեք, երկու կողմից ներկայացնեմ։ Իրենց ժամանակում չկար, այսպես ասած, մեր դիետոլոգների, խոսքով սննդային աղբ հասկացողությունը։ Երբ որ մտնում եք հիմա սուպերմարկետները, մեծ կենտրոնները, ցանկացած սննդի կետերում մեծ մասը դարակներում դրված է սննդային աղբ։ Ինչով տարբեր ենք սնունդը սննդային աղբից, առհասարակ սննդի նպատակը մարդուն սննդանյութ տալն է։ Եթե այդ մթերք չասեմ, այդ պրոդուկտի մեջ ոչ մի օգտակար բան չկա մարդու օրգանիզմի տալու, նշանակում է նա համարում է սննդային աղբ։ Բավական չէ օրգանիզմը ոչ մի օգուտ չի ստանում, ոչ մի սնուցում չի ստանում, մի հատ էլ ինքը խնդիր է ունենում դա որպես վերամշակի եւ չեզոքացնի։ Այսինքն վնասազերծի ձեր համար։ Մենք բավականին շատ շեղում ենք ուշադրությունը օրգանիզմի եւ դա ինքը նույնպես իր հետևանքներով հանդերձ դրսևորվում է ալերգիաների կամ ոնկոլոգիայի տեսքով։ Անդամ դուք որ գնում եք խանութ, այսպիսի բան կա չէ, որ շատ բծախնդիր մարդիկ պայմանական ասած խոշորացույցը ձեռքին գնում են եւ տեսնեն այդ հավելումները վնասակար ե-ով սկսող եւ ուրիշ թվերով, տարերով ուսումնասիրում են եւ ավելի շատ խանութում կարդում են, քան սնունդ ընտրում։ Դուք այդ սկզբունքով եք մոտենում անձամբ ձեր առողջության։ Դուք օրինակ կարդում եք այդ նուտրիցիոլոգիական նկարագիրը, չէ՞։ Որ երբեմն շատ անկեղծ գրած է, որ վնասակար բաներ կան։ Երբ որ ուսանող էի, այդ ընթացքում, որպեսզի հասկանանք, որտեղ այդ երերի մեջ նաև կա կիտրոնի աղը, որը որ նորմալ է, բայց ոչ բոլոր երերն են վնասակար, այստեղ չասեմ, որտեղ այնտեղ համացանցում լիք է երերի, թե որն են օգտակար, որը սխալ, բայց այստեղ ես կուզեմ շեշտը դնել տեսեք, երբ որ մենք մոտենում ենք, ընտրում ենք թթվասեր։ Դուք կարդացել եք թթվասերի բաղադրությունը։ Տեսեք, այնքան շատ է։ Յուղայնությունն է տալու։ Յուղայնությունը չէ, յուղայնությունով չեն կառաջնորդում մթերքի կաթից ստացված, որովհետև այնտեղ վերջին ժամանակաշրջանում նաև արդեն վերահսկողության հետ կապված դիտարկվեց նաև որ վրան ոչ թե մակնանշվի թթվասեր, այլ գրված է թթվասերի տեխնոլոգիայով 0% չգիտեմ 0 ինչ որ տենց բաներ հավելումների չգիտեմ ինչ կամ առանց լակտոզայի, բայց նայում ենք ինքը առհասարակ ուրիշ մթերքից է ստացված, ոչ թե կաթից։ Նույնը պանիրին է վերաբերում։ Պանիրն է, նույն արմավի յուղից է պատրաստված լինում եւ կաթի փոշուց։ Կաթի փոշին ինքը վատ բան չի, եթե իրականում կաթից է։ Եթե իրականում կաթից է, բայց այնտեղ կասկածելի է մնացած բաղադրիչները եւ եթե կովի կաթից բացի այլ նշում է գրված այնտեղ բացի եւ մակարդերը արդեն ինքը չի համարվում կարդում եք առաջին 1-2 բառերը եւ հասկանում ենք այնտեղ ինչ կա իր մեջ պարունակող մանր ծառատեսակով բաներ են գրված միջալոց ես մի հատ այսպես ասեմ լայֆհակ ասեմ եթե տեսնում եք փոքր տարերը եւ չեք կարում ընթերցեք, ուրեմն ինչը բան թաքցվում է։ Խուսափեք նման մթերքներից։ Ես փորձում եմ նման դեպքերում, երբ որ շատ մանր է, նույնիսկ ես ինձ համար դժվար կլինի կարդալը, ես առանց վերլուծելու մի կողմ եմ դնում, այդ մթերքը չեմ վերցնում։ Բայց բծախնդրություն ունեմ, մի հետաքրքիր դեպք պատմեմ, շատ մոտիկ ունենք սննդի կետ, մթերային եւ բանջարեղենային, երբ որ մտնում եմ, այդտեղ վաճառողին ուներ ալերգիա։
եւ անընդհատ ինձ տեսնում ես ավայ ալերգիայի մեջ եմ շատ վատ եմ բան մի օր չդիմացա դե մարդաշատ է լինում ասի որ այդ աղբը ուզում ես լավ լինես դա ինչը ասես բա ինչ ուտեմ ինքը ուտում էր դաշիրակեն լապշաները արագ է բա ինչ արասա արագա ասում եմ լսի դա արագա երմանջուր եք լցնում սպասում եք մի քանի րոպե ասեմ բայց դե բանջարեղեն են կա պամիդոր վարում մի հատ էլ ձուխաշիկ էր եւ ասեցի սրանից հետո ամեն կասայի մոտ ինքը կասայի վրա էր նստած ասի հենց որ տեսնում ես դրամարկղում տեսնում ես ինչը ես առնում եմ այդ նույն մթերքներն ես առնում միշտ մոտը ցուցակը գրանցի եթե ես դա չեմ առնում ուրեմն դա վատ բան է չենք առնում Մանե ջան ասացիք այդ արագ պատրաստման այդ լապշաները եւ այլն դե թվում է թե ինչպես դա կարող է առողջարար լինել բայց մարդիկ սիրում են որովհետեւ համային հավելումներ կան որ ուժեղացնում են համը ուղղակի շատերիս համար հաճելի է այդ լուծույթը ստացված մի խոսքով դա կախվածություն բայց հիմա այ դու տես եւ ոչ մի արտադրող նման product-ի որևիցե պատասխանատվություն չի կրել երբեք որքան գիտեմ միգուցե ինչ որ մասնավոր դեպքեր են եղել որ դատական հայցերի դեպքեր են գրանցվել այլն Եթե այդքան վտանգավոր է, կոմիտասած կամ եթե նույնիսկ վտանգավոր չի ոչ մի օգտակար բան չի պարունակում, ապա ինչի այդ ընկերությունները շարունակում են մեծացնել իրենց արտադրական հզորությունները, նրանք կան, գովազդ են տեղադրում հեռուստատեսությամբ։ Կբացատրեք ինչպես է դա աշխատում։ Ընդհանուր այդ պետություն արտադրող հարաբերություններում չկա որևիցե խնդիր, հա, ես խնդիր եմ տեսնում։ Հա, խնդրեմ։ Մենք գիտենք, որ ամենաշատ վտանգը ինչ այս սննդի հետ կապված, հա, վերջի տարիներին, որ արդեն սկսեցին առողջ սննդին ուշադրություն դարձնել, ալկոհոլը եւ ծխախոտը ինքը ինչ է անում Սահմանափակ մարդու առողջության բացարձակապես վնաս ապացուցված է բոլորս գիտենք սրտանոթային խնդիրների մեծ մասը եւ նման խնդիրները առաջանում են ոչ ծխախոտը դրական կողմ ունի ոչ ալկոհոլը իսկ ինչու են արտադրում ոչ այդ պահանջար կա այստեղ պետք է արդեն նույնը նաեւ վերաբերում է սննդի հետ կապված հարկավակության բայց պահանջարկը կա դրա համար մի փոքր ես սննդի հետ կապված կցանկանամ ուղակի մարդիկ գիտակցաբար մոտենան իրենք ընտրում են ծխախոտի ճակերտավոր հա մակարդակի վնասակար ինչ որ նյութ թե ուզում են իրենք սնունդ ընդունել եթե սնունդ են ուզում պետք է սնունդ գնեն եւ իմանան սնունդը ինչպես ճիշտ ընտրել շուկայում դա արդեն մի քիչ այնց փաթեթավորված է ոնց որ չենք այո գեղեցիկ մատուցված բայց փաթեթավորումը շատ է ու առհասարակ չարյած ամենավտանգավոր լուրջ վնասը դա նաև շաքարն է ամեն ինչում կա սոուսներում կա մի խոսքով բացի եւ շաքարային դիաբետիկների համար հարցը տվեցիք միայն գլիկեմիկ ինդեքսով առաջնորդվելը չէ եթե ենթաստամոքսային գեղձի վրա ինչ որ նյութ ազդում է հա հենց վատթարացում է բայց եթե վերցնում ենք օրինակ ֆրուկտոզան նա անմիջապես ոչ թե ենթաստամոքսային գեղձին այլ լյարդին է վնասում այստեղ ծանրաբեռնում է միևնույն է մարսողական կամ դետոքսիկացիոն համակարգը որը էնդոկրին համակարգը նո էնդոկրինն էլ ինքը դետոքսիկացիոն էլ ամբողջ համակարգը եթե մենք դիտարկենք մասնակի հա որպես նեղ մասնագետների բժիշկների իրենց առաքելությունը փոքրիկ նման սահմանում է ավելի խորացված բայց նուտրիցիոլոգը պարտավոր է ամբողջությամբ վերլուծել, որովհետև շատ խնդիրներ գալիս է տարական խնդիր, պատճառները շատ տարական են։ Ջրի պակասը եւ ոչ ճիշտ, ոչ սննդանյութ օգտագործելը։ Իսկ ճիշտ է, որ ֆրուկտոզան, սախարոզան, ստևիան ավելի վնաս են, քան բուն շաքարը։ Այդպիսի վարկած կա։ Ստևիան չի ասի, նա բուսական է, բնական է, բայց ասեմ բացարձակ փոխարինիչներն էլ վնասակար չեն բայց ամեն ինչը պատկերացրեք ինքը չափի մեջ է ճիշտ նույնիսկ մեղերի մեջ պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, օզաների լիքր, այո, բնական։ Սախարոզան չեմ ասում, որտեղ այնտեղ ստացվում է բացարձակ ուրիշ բան, նույնիսկ կաթը, լակտոզա, հենց ինքը քաղցրն է։
կաթի քաղցրությունը, որտեվ տեսեք, որպես սննդաբան, որպես նուտրիցիոլոգ, երբ որ վերլուծում եմ ես սննդակարգը, մարդու սննդային օրագիրը, բավականին ինքը ընդհանրապես քաղցր չի օգտագործում, բայց օգտագործում հնա կաթով կամ սերուցքով սուրճ, կապուչինոները եւ լատեները իրանք ընդհանրապես բացարձակ առանց շաքար են, բայց իրենք բնականից օզաները դա քաղցրն են։ Դա առողջ քաղցրն է։ Իսկ այդ Սուրճի մեջ ուղղային մաս էլ կա, մենք հաճախ դրա մասին մոռանում ենք։ Սուրճը ինքը ցածր կալորիականությամբ, բայց լավ ես սիրում եմ, չգիտեմ։ Ինքը միջայլոց ասեմ, նաև սուրճը Կախվածություն է առաջացնում, չէ՞։ Գիտեք, կախվածությունը մի բան բացատրեմ, երբ որ լինում է ինչ սուրճից ստանում ենք որոշակի միկրոէլեմենտներ ու հանքանյութեր։ Երբ որ բավականին հանքանյութեր, երկաթի դիֆիցիտ, մագնի դիֆիցիտ, երբ որ լինում է, հակում է լինում շոկոլադի, կակաոյի, դառը եւ սուրճի։ Այսինքն օրգանիզմը պահանջում է նրա միջոցով կոմպենսացնել հանքանյութային պակասը։ Իսկ դա ճիշտ է, որ սիրտդ ինչ-որ բան ուզում է, ուրեմն օրգանիզմում դրա պակաս կա։ Այդպիսի բան է, չէ՞, կա ժողովրդի Դա շրջանում։ ճիշտ է, բայց երբ որ ձեր օրգանիզմը գտնվում է ճիշտ բալանսի մեջ, երբ որ արդեն մարդը ունի խնդիրներ առողջական, հենց շաքարային դիաբետի դեպքում անդադ քաղցր են ուտում, դա չի կարող համարվել, հա, որ քաղցր է ուզում։ Այստեղ պետք է արդեն ճիշտ աշխատել, հասկանալ ինչն է, կամ որոշակի խնդիրներ ինչպես է առաջանում, ինչպես է ձևավորվում, այսինքն միայն սիրտ ուզել չէ, բայց օրինակ նման բան կար, երբ որ շատ ուժեղ հակում ձևավորվեց, ասեց հում կարտոֆիլ եմ շատ ուզում ուտել կամ կավիճ, այս դեպքում արդեն կհասկանա կալցիումի պակաս, կալիումի պակաս, դա ոնց որ ավելի ծանոթ մթերքներ, իսկ օրինակ դրա համար եմ ասում օրգանիզմը, բայց ավելի գրագետ է կամ ընդունել կամ թեկուզ բանանը որպես կալիումի հում կարտոֆիլի փոխարեն, ուղղակի կարելի է ճիշտ հասկանալ, որպես երբ որ խոսում են հակումների մասին, ինձ մոտ հատկապես, իմ մոտ ասոցացվում է արդեն միկրոէլեմենտներ արագ բանը տեստավորում եմ, ահա այստեղ դիֆիցիտները կա, այս լաբորատոր անալիզներն են պետք, այստեղ հասկանանք ինչ է պետք բուժական դոզա, թե որ նուտրիցիոլոգը նուտրիենտներ սննդանյութերի, հա, չափաբաժինները որոշում են, եթե շատ սուր է լինում, նոր արդեն ուղղորդում եմ բժշկին նման բարձր դոզավորումների։ Դա ես չեմ ուզում քաղցր, դա իմ ուղեղն է ուզում, որտեղ մտավոր աշխատանքով եմ զբաղվում, չէ՞, դա էլ տարածված կարծիք է։ Արդարացնում են այդպես քաղցրի պահանջը։ Դիետաները միշտ նորաձև են։ Տեսակներ կան, որոնք ժամանակի հոսանքի, այսպես նույն կետո դիետաները կա, ինտերվալնա գալադանյա, ինչու 6 ժամ, թե 8 ժամ, 8 ժամ, ոնց որ կարծես։ Կան տարածված դիետաներից, որքանով մարդը, այսպես ասեմ, իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնելու, առանց մասնագետի, ինչ որ մի գովազդային տեսահոլովակի հիման վրա որոշել, որ ինքը ուզում է ավելորդ քաշ գցել եւ հետեւել այս կամ այն դիետայի, որոնք են վտանգները, այսպես առանց վերահսկողության որևէ դիետայի հետեւել։ Շատ լավ, մի առանձնացնեմ մի քիչ այս կոմանկում, բայց մոտավորապես 3 հիմնական տիպ կա, որ շատ տարածված է, մեկը շատ ճարպերը, առանց ածխաջրերի, այդ կետո դիետաներն են, սպիտակուցային դիետաները եւ ինտերվալնի գալադանյա, այսինքն սովապահությունը, տեսեք, իրենց մեջ եւ դրական եւ բացասական կողմերը բացատրեմ, ինչու չի կարելի ինքնուրույն ընտրել դիետա։ Առհասարակ դիետային ես դեմ եմ։ Դիետա պետք է լինի կամ նշանակվում է, միշտ հիշեք, բժշկի կողմից հիվանդության արկայության դեպքում։ Իսկ եթե որոշակի սննդամթերքներ, օրինակ ես որպես նուտրիցիոլոգ, դիետոլոգ, 6 ամիս կամ 8 ամիս, 1 տարի արգելում եմ, հա, ասում եմ, այդ խումբը չենք ուտում կամ այս կոնկրետ մթերքը չենք ուտում, դա ուղղակի ինչ որ խնդիր լուծելու համար է։ Օրինակ ալերգիաների դեպքում հենց այդ գլուտենի կամ կաթնամթերքի բացառումը։ Այդ դեպքում ես կատեգորիկ հանում եմ։ Ալերգիայի տեսակներ կան, որ նույնիսկ չիայի սերմն է հակացուցված, պետք է կտավատի սերմը։
Նույնիսկ այդ է նրբություն էր, բայց դիետայի այսպես ամբողջ կյանքի համար ինչ-որ բան նման բան, դա լինում է երբ որ ունեք ինչ-որ հիվանդություն, որի դեպքում կոնկրետ այդ խումբը կատեգորիկ մինչև կյանքի վերջ չի կարելի։ Իսկ ինքնուրույն ընտրել նիհարելու տարբերակը դիետան, երբ որ շատ ճարպեր է լինում, այնտեղ դուք չգիտեք, ստուգված չեք, չգիտեք լեղուղիներում ինչ վիճակ է, լյարդի վիճակը ինչպեսին է։ Հետո պետք է անցնել կետոնների վրա, որ աշխատի փոխանակ գլյուկոզայի, այդ փոփոխությունը, ձեր առողջությունը դրան դիմակայել կարող է, թե չէ։ Եվ ամենավտանգավորը 35 տարեկանից հետո այդ նման խնդիրներ փորձելն է, երբ որ չգիտենք, մինչև 40 տարեկան ինչ-որ բաներ սկսում է արտահայտվել։ Դրա համար վտանգները շատ են։ Այո, վտանգները շատ են։ Երբ որ ճարպերն են կտրում, որ լավ, այսպես ասած, կա տերմին, այսպես սուշ կանել, այսինքն ճարպերը կտրել, կրճատել, նման դիետաների դեպքում կանանց մոտ վերարտադրողական ֆունկցիան է խաթարվում, ցիկլերն են խանգարվում, երիտասարդ աղջիկների մոտ է դա շատ ակտուալ, երբ որ դեռահասության կամ ասենք 18-20 տարեկան ճարպերից դուրս են գալիս, անցնում են նման դիետաներին եւ սկսում է հորմոնալ եւ հետո սկսում են բուժվել, հետո որ կարողանան հղիանալ։ Դա նույնպես իր վտանգներ ունի։ Սպիտակուցային հարուստ շատ շեշտը դրված սպիտակուցների, հա, ինքը երիկամների վրա կարող է ազդել, կարող է բերել շատ լուրջ խնդիրների ու նույնիսկ ալերգիան է, որտեղ սպիտակուցներից ամենաառաջի ալերգիաները հենց սպիտակուցներից են։ Այդ այդպես։ Ինտերվալային սովապահությունը, երբ որ դա չի լինում ճիշտ բալանսավորված, տեսեք, մարդը հիմա մենք խոսում ենք, աշխատանքի եք ինչ-որ ընթացքում, ձեր ուշք ու միտքը ժամավերջանում է, ես սոված եմ մնալու, պետք է ժամին, դա արդեն հոգեբանական կախվածություն կարող է բերել, ագրեսիա, չենք հասցնում ժամանակին ուտել, գնում ենք սոված ենք մնում, ամբողջ գիշեր անքնություն, թուլություն, հյուծվածություն եւ դա բայց եթե դուք ունեք այն հասկացողությունը, գիտելիքը, որ ինտերվալին գալադանիայի ժամանակ, որ եթե բաց թողեցինք, որ ժամին կարելի է լրացնել, կամ գիտենք, որ հանդիպում ունենք առավոտյան ինչ ուտել, երեկոյան ինչ ուտել, կամ ինչ միջուտեստ վերցնել ճանապարհին, բալանսավորված սպիտակուցով, ճարպով, ածխաջրով։ Այդ ածխաջրերի պակասը բարդ ածխաջրերի էներգիայի կորուստ է տալիս, որը բերում է արագ էներգիայի բարձրացման քաղցրի կախվածություն։ Այսինքն մենք բարդ ածխաջրերից պետք է բալանսավորված ունենանք, հենց այդ ամբողջահատիկից ցորենի հացերը, իրանք առողջարար են թեփով, որ կան։ Բավականին շատ լավ է եւ բջջանյութ ենք ստանում եւ օգտակար եւ էներգիա եւ այստեղ արդեն ոչ թե կտրուկ բարձրանում է շաքարը արյան մեջ, մակարդակը եւ նորից կտրուկ ընկնում, արդեն անկման ժամանակ նորից քաղցր, այսպես փակ շղթա է ստացվում, անդադ բարձր իջնում է, ընկում ենք, նորից էներգիա ենք ուզում, նորից քաղցր ենք ուզում, այլ վերցնում ենք բարդ ածխաջր, որ ինքը շատ դանդաղ է բարձրանում, համաչափ էլ իջնում է։ Չորահացերը Քանի աղգիտ կարելի է ուտել օրը եւ կարելի է արդյոք ամեն օր ուտել ձու։ Եթե երիկամների խնդիր չունենք, այո, ամեն օր ձու կարելի է օգտագործել, եւ ես ասեմ, որ դիետոլոգիայում ձուն, եթե ալերգիա չունեք, ալերգեներ չկա, կոնկրետ հաստատված անալիզներով, հավկիտ ամեն օր կարելի է ուտել։ Սպիտակուց լսել ենք, ճիշտ է։ Իհարկե։ Սպիտակուցը ինչ որ ասում ենք այսքան գրամ։ Չափման միավոր, որպես էտալոն վերցվել է միավոր, որը դա ձվի սպիտակուցն է։ Օրինակում է 1 հավկիտ։ Հավկիթի հենց 100 գրամում պարունակող այդ բաղադրիչը ինքը վերցվել որպես էտալոն եւ սպիտակուցը չափվում է, երբ որ կշեռքում ենք, ոնց է, չէ, կիլոգրամի համար կշռակարը, որ արդեն էտալոնային չափը չէ, դե կշռակարը տարբեր երկրներում ինչ միավորներ են, սպիտակուցի չափը կոնկրետ չափվում է ձվի սպիտակուցով։ Այն է ժամանակ մնաց մեզ մի քիչ էլ խոսենք ալերգիաներից։ Նրանք շատ տարբեր են լինում։ Հիմա գարուն է, դա ալերգիան գլուխ է բարձրացել շատերի մոտ, այդպես է ստացվել։
մեծ մասամբ դրանք օդում կշռված մանր այդ մասնիկներից են առաջանում մարդկանց մոտ ալերգիաներ կենդանիներից, հատկապես կատուներն են մազից, պիստակից, չգիտեմ, տարբեր ուրիշ բաներից, մեղվի մեկ խայթոցից են նույնիսկ մահացու դեպքեր եղել ալերգիկ են։ Մի խոսքով ալերգիան դա օրգանիզմի խախտում է, այսպես զբոյ, Արձագանքը, այո։ Ստացվում է այդպես, որ փաստորեն օրգանիզմը սկսում է գրվել իր իսկ բջիջներին, ճիշտ եմ հասկանում, այդպիսի ռեակցիա է տալիս, եւ պատահական չէ, որ դուք քաղցկեղի հետ համեմատություն անցկացրեցիք։ Երկու դեպքերում են մեր օրգանիզմը սկսում է պայքարել իր դեմ։ Այդպիսի process է սկսվում, եւ եթե քաղցկեղի դեպքում արագ եւ անկառավարելի աճ է սկսում, կիսում է սկսում բջիջների եւ տարածում մեծացում, ալերգիաների դեպքում դա մի քիչ ուրիշ մեխանիզմ է, այսինքն օրգանիզմը ինքն իրեն սկսում է ճանաչել որպես օտար մարմին, այն ինչ որ հայտնվել է եւ սկսում է ոչնչացնել եւ պայքարել դրա դեմ։ Այս հիմա ուզում եմ հասկանալ, ունիվերսալ հակաալերգիկ միջոցներ կան, թե յուրաքանչյուր ալերգիան իր բուժման եղանակը ունի եւ արդյոք ալերգիաները անցնում են։ Այդպես կար մեկը չկա։ Բուժվում են։ Նո։ Բարդ հարց է, մի քիչ շատ։ Հա, մի քիչ շատ է, բայց ես կփորձեմ այնպես անել, որ պրակտիկ կարողանաք օգտագործեք գոնե տարական ձևերով, հա, իրենց կառավարենք։ Նախ սկսենք նրանից, որ ալերգիան հիվանդություն չի, եւ դրա համար էլ ինքը չի բուժվում։ Ուրիշ բան, եթե մաշկային խնդիր կա, ակնե, դա արդեն մաշկային հիվանդություն է։ Դա ալերգիաների շարքից։ Այո, մաշկային խնդիրներ, իհարկե ցանկացած էկզեմա, պսորիազ, նման բոլոր դեպքերը դրանք մաշկային ալերգիկ դրսևորումներից են։ Բզուկները դա այո, տարբեր են։ Եվ կա միջավայրից ալերգիաներ, հա, այսինքն դες ասեմ, կա էկզոգեն եւ էնդոգեն, այսինքն դրսից եւ ներսից ալերգիկ հարուցիչներ։ Դա դրսի այդ փոշու եւ մնացած ձեր թվարկած օդից եւ այլն կենդանիներից, ծաղկափոշուներից եւ այլն միջատների խայթոցներից եւ կա ներսից քրոնիկ թունավորման վիճակ, որ պատճառը չգիտենք, ոչ մի բան չկա, բայց ներսից կա։ Այստեղ ամենակարևորը ցանկացած ալերգիա, ցանկացած կառավարվում է, կարգավորվում է առաջինը աղեստամոքսային տրակտի ճիշտ աշխատանքից։ Միկրոբիոմն է, հա, հիմնական։ Տեսեք, կարող է ալերգիայի պատճառ դառնալ, օրինակ աղիներից թափանցելությունը, երբ որ այնտեղ լավ չենք ծամում, դա նույնպես կարող է լինել, հա, մեխանիկական, կարող է լինել աղիներում նեղման պրոցեսների հետ կապված, փորկապությունների, փորլուծությունների, փորկապություններ միջալուց իմ ասած բջջանյութի պակասից նույնպես կարող է լինել։ Բջջանյութը դա կլեչատկան է, ուղղակի տեղեկացնում ենք ամերիկացիներին։ Մի քիչ ուղիղ թարգմանություն չէ, բայց ես շատ ճիշտ է, թաղանթանյութ ավելի թաղանթանյութ, բայց միջև դրա համար է հայերեն եւ միջազգային լեզուները մի քիչ ավելի սովորենք, դա եմ ասում, բայց տեսեք, ալերգիաների համար առաջին պատճառը, եթե արդեն կա մաշկային, հա, դրսևորում, ասենք նմանատիպ, դա պարտադիր բուժվում է արտաքին, նույնպես մասնագետի, բայց բժշկի։ Ես օրինակ բժիշկ կոսմետոլոգ, մաշկաբան, ով որ նշանակում է թեկուզ հորմոնալ կամ կոնկրետ բուժական դեմքի խնամք կամ մաշկի տեղային խնամք կամ ինչ-որ քսուկներ։ Դա պարտադիր է։ Եվ ներսից միաժամանակ պետք է աշխատի սննդանյութերով, որտեղ հնարավոր է ձեր ամենասիրած, ամենապրիմիտիվ մթերքից, օրինակ ես նման դեպք ունեցել եմ, երբ որ սպորտով լավ զբաղվում էր, բարձր սպիտակուցային սննդի ներառում են նաև կատնաշոր, որտեղ ամենալավ սպիտակուցները աղբյուրներից է, եւ կոնկրետ դրանից իր մոտ սկսել էր շատ լուրջ մաշկային դեմքի ալերգիա սկսվեց, այդպես լինում է։ Երկարատև օրգանիզմը սկզբից հարմարում է շատ լավ, հետո ջղայնանում ասում ես ինչ ես անում, արդեն հոգնեցի։ Ոնց որ մի բանը որ փորձում են ձեզ անել, անում եք, ասում եք լավ, հիմա կվերջանա, բայց տեսնում եք անընդհատ շարունակվում է, կապ չունի, դա արդեն ծանրաբեռնվածություն է։ Այս դեպքում օրգանիզմի իմունային համակարգը իր
ծնված օրվանից հիմնադրման օրվանից այսպես ասած, երբ որ սկսում է 24/7 պայքարել քաղցկեղածին բջիջների մնացած, հա, եւ լիքը բալանսներ, սրտի աշխատանք եւ այլն, այսինքն իր ներքին վիճակը ճիշտ իր առաքելությունը կատարել, այստեղ սկսում ենք մենք անընդհատ արտաքինից ուշադրությունը շեղել, երկարատև ու շատ, պլյուս այնտեղ չենք հսկում սննդին աղիներից տոքսինները լցվում են եւ ինքը մաշկով կարող է արտահայտվել թունավորման տեսքով եւ ալերգիկ վիճակով, ասեմ որ դա շատ տարածված է նաեւ կանդիդոզը, շատ լուրջ, դա կարող է լորձաթաղանթները լինել, կարող է լեզվի վրա լինել, կարող է գինեկոլոգիայում, միզուղիներում տարբեր ձև կարող է դրսևորել, այնտեղ փոքրիկ մասնիկներ, կոկեր եւ այլն, ամեն ինչ, ոչ թե ինչ որ դրսից վարակը, այլ օրգանիզմի միկրոբիոմի դիսբալանսից։ Երբ որ օրինակ կանդիդայի տեսակներ կան, իրենք պետք է մեր օրգանիզմում կան, ի սկզբանե, դա մեր օրգանիզմի պարզացված շաքարով, այսպես ասած, մնացորդներով սնվող գոյատևող ինչ-որ տենց մասնիկներ են փոքրիկ, որոնք մի քիչ շատ է իրենց սնունդը սկսում են շատանալ, իսկ այն մարաթելերը, կլիչհատ կան, որ չկա սննդի մեջ, որը հանդիսանում է, ինչու են դա հանել, հա, այդ սելեկցիայի արդյունքում, որտեղ ասում են բալաստնի վիշիսվո, դոց ինքը անպետք բան է, հա, ինքը ոնց մտնում է, հենց դուրս է գալի, ասում են իմաստը իր ուտելու, եթե ոնց կա, տենց ոչ մի ձև չի մարսում, չի յուրացվում, բայց նա ապահովում է միջավայր, մեր այն օգտակար միկրոբիոմի սնունդն է հանդիսանում, իրանց միջոցով եւ այդ թարթիչների այդ պերիստատիկայի համար, որ կարողանա աղիներից դուրս բերվի, դրա կծկողականության օգնող մասնիկներն են սննդի հետ։ Եվ այստեղ որ չի լինում է փորկապություն, եւ այդտեղ արդեն տոքսինները ներծծվում են արյան մեջ, բնականաբար ալերգիկ վիճակներ, շատերը չեն պատկերացնում, բայց մեր ստամոքսը նույնքան իմունային համակարգի անբաժան մասն է։ Մենք մոռանում ենք։ Ես մի բան ասեմ, որ իմունային համակարգը ուղիղ իմաստով աղիքներն են, հատկապես բարակ աղիները, հատկապես, որովհետև ինչ որ մենք սնունդ ընդունում ենք, ճիշտ է, սկսում է մշակումը բերանի խոռոչից, ատամնաշարով, մեխանիկարան, հա, եւ անցնում է փուլեր, բայց բաշխումը կատարում է, այսինքն այն եկամուտը, որ բերվեն տուն, բաշխումը կատարվում է աղիների միջոցով։ Հա, չէ, խիմուսը, այսինքն այդ նյութը թքի է խառնված ստամոքսում։ Այո, ինքը յուրացվում, բաժանվում է աղիների, հենց պատերի, աղիներից է տրվում։ Այսինքն աղիքներն են պատասխանատու հասցնել, որովհետև նաև մոդա է դարձել կոլագեն խմելը, ասում են մաշկից չոքնեց, այսինչից չոքնեց, սավոն չոքնեց, ինչ ընդհանրապես չոքնեց, բայց չեն հասկանում, որ դա ամինաթթուներ են եւ օրգանիզմը հազիվ ստացավ ինչ-որ խմբականակ եւ տանում է օգտագործում է օրինակ հորմոնալ կարգավորումների տարբեր քնի, ստրեսի դեմ, ոչ թե ուղղակի արտաքին, մաշկի էլաստիկության, մազերի որակի, տարբեր բաներ։ Դա դրա համար չի օգտագործի, եթե ներսում ինքը պահանջարկ ունի։ Հա, բնական ճանապարհով կարելի է կոլագեն ստանալ։ Դե իհարկե, ոչ հավելումների տեսքով։ Մի քիչ հիմա բարդ է, կխափեմ, եթե ասեմ ժամանակակից մարդու աղեստամոքսային համակարգը ի վիճակի է նման քանակի սնունդը յուրացնել, թեկուզ եւ առողջ ենք սնվում, որովհետեւ մի այսպես նախատիպային մարդու սննդակարգի կիլոկալորիան, որպեսզի ամբողջ սպեկտրը ստանար 3000 կիլոկալորիայից բարձր է։ Բայց մենք եթե այդ փորձենք սննդով նախ ծանրաբեռնում է, հետո մենք այդքան ֆիզիկական ակտիվություն ծախս չունենք, բնականաբար դրա համար մենք ստանալու ենք կողմնակի էֆեկտ եւ ստանալու ենք ավելքաշ ու հիվանդություն, ճարպակալում, բայց յուրացումը, որ փորձենք մթերքով ոչ, բայց բալանսավորել պետք է։ Ճարպերը դրանք ի վերջո պաուստային էներգիա է, չէ՞, որ մենք օրգանիզմը կուտակում է, որ վաղը չեմի սորը սով լինի, ինքը օգտագործի, այո, միշտ վախենում է օրգանիզմը մեզանից, այո։ Եվ նույնիսկ երբ որ սկսում ես հրաժարվել կտրուկ սննդից, նա հասկանում է, որ սնունդ չի գալիս։ Այո։ Եվ ասենք այդ նյարելը ավելի դանդաղում է։ Իսկ այդ նույն ժամանակահատվածում ճիշտ է, որ օրգանիզմը, քանի որ չի ստանում սնունդ մարսելու համար, սկսում է ինքնաբերաբար մկաններից է առաջինը սկսում։ Մկանային զանգվածից է առաջին օրգանիզմը սկսում։ Այո, մկաններից։ Տնտեսել մկանների վրա
Չէ, մկաններից է սկսում տանել, որտեվ ավելի քիչ էներգիա այդ ժամանակ նյութափոխանակություն է դանդաղում, սկսում է ավելի թթվածնաքաղցն է զուգակցվում, այնտեղ Կարծոք խնդիրները չի լուծում օրգանիզմի հիվանդությունները։ Չէ, Ինչ առումով հակառակը։ Ծոմապահություն, տեսեք, ծոմապահություն դիաբետիկներին չի կարելի։ Սրտան լիքը խնդիրներ ունեցողների չի կարելի, բայց եթե լինում է հսկողությամբ, հետո ծոմապահությամբ կտրուկ անելը, դա սարսափելի ստրես է օրգանիզմին, չգիտենք ինքը ժառանգական ինչ ֆակտորներ կան, ինչ կարա արտահայտվի, բայց եթե որոշ ժամանակ անցնում ենք նորմալ սննդակարգի, այլ հիմա պասի շրջանն է, տեսեք, ինքը շատ իդեալական տարբերակ է, մինչև ասեմ, շատ լավ մշակված է նախնիներում։ Մենք ասում ենք բուսակերության, բայց մեր մոտ հիմա մի քիչ ասոցացվում է շաքարը վերցնում են իբր թե կենթանական չի, նման սխալ մոտեցումներ եւ կրոնականը ինչ եմ ասում նաեւ մտքի բան չէ, հավատք պետք է ունենաս, պետք է չվիճես եւ այլն աղոթք անես, դա հակաստրեսային է հոգեբանական մասը, որ ես ասացի այնտեղ ինտերվալն գալադանյա ժամ, հոգեբանական բան, այսինքն պետք է ստրես չլինի։ Ցանկացած ստրեսային վիճակում օրգանիզմում երակի, քառակի ավելի միկրոէլեմենտների ծախս է գնում։ Եվ այդ արդեն այդ հանգստության ժամանակ պետք է նաև բալանսավորել այդ չկռվել, չվիճել, ստրես չտանել, սնունդ անցնել բուսականին, կենթանականը մի քիչ այստեղ ծանրաբեռնում է օրգանիզմը ու լուրջ որտեղ բուսակերները եթե խելացի չեն անում, իրենք նույնպես խնդիրներ են ունենում, պետք է նաև լինի։ Բուսակերության աստիճանաբար օրգանիզմը պատրաստում են, որ տեսնի ինքը սոված չի, կա ծավալի բջջանյութի գլիչհատկայի հաշվին ծավալ կա, սովածություն չունենք, եւ կարող ենք անել ծոմապահություն, արդեն սոված կարևորը մնանք։ ներդաշնակությունն է արտաքին աշխարհի հետ եւ Ինքդ քեզ հետ չստիպեք ձեզ, որ անեք նման մոդայիկ բաներ, եթե ձեր օրգանիզմը պատրաստ չի, որտեվ դրանից հետո կարող է լուրջ խնդիրներ առաջանան։ Մենք հասցնենք եւս մի հարցի շուրջ խոսել եւ հարցս երկու մասից է բաղկացած, կա արդյոք այդպես ունիվերսալ մթերք, որի իր մեջ բալանսավորված պարունակում է սպիտակուց, ածխաթթուներ, բջջանյութ, ամինաթթուներ, մի խոսքով այդ ինչ որ իդեալական մթերքներ կան, որոնք որ ամեն ինչից մի քիչ կա։ Մեկ, երկրորդը կա լեգենդ, որ օրինակ նեխուրը այն պրոդուկտն է, որի վրա մարսելու վրա ավելի շատ էներգիա են ծախսում, քան նա տալիս է մեզ կալորիականությամբ։ Արդյոք կան այդպիսի մթերքներ, որոնք ուտելով մենք մարսելով ավելի շատ ենք մաշում, հա, կալորիաներից, քան ստանում ենք, եւ սա է հարցը, խնդրեմ։ Նախ սկսեմ այն ամենատարական բանը, երբ որ մենք անում ենք, հաշվում ենք բիլկի, ժիրի, ուգլիվոդի, սպիտակուց։ Սպիտակուցը մենք ստանում ենք ոչ նեխուրից։ Չէ, նեխուրը երկրորդ հարցն էր, որպես օրինակ։ Սպիտակուցը, տեսեք, չկա տենց մի մթերք, որ մարդը սնվի մոնոտոն, որովհետև մթերքները պետք է լինեն բազմազան, պետք է լինեն եւ կենթանական, եւ բուսական, պետք է պարունակեն եւ հանքանյութեր, եւ վիտամիններ, եւ մակրոէլեմենտներ, սպիտակուց, ածխաջուր, ճարպ, հա, այս եւ պետք է ունենանք մեր սննդում պարտադիր բալանսավորված ջուր։ Նման բան գոյություն չունի, եթե լիներ, հիմա արդեն ամբողջ աշխարհի մասնագետները դա հայտարարել էին, նման բան գոյություն չունի։ Գոյություն ունի Հարվարդյան ափսեն, երբ որ բաժանում են այնտեղ մեկ կեսը ափսեի պետք է լինի բանջարեղեն հատապտուղ միրգ, նայած ինչ խնդիր ենք լուծում։ Եթե քաշի խնդիր չունենք, միրգը ընտիր ուտում ենք։ Եթե քաշի նվազեցման փուլում ենք, ոչ թե արդեն չեցրել ենք մեր ուզած չափսին, հետո արդեն անցնում ենք չափավոր օգտագործման։ Նոր այդտեղ արդեն հատապտուղները։ Մյուս կեսը արդեն բաժանվում է նորից կեսի, որտեղ բարդ ածխաջրերը բջջանյութն ենք արդեն վերցնում։
Եվ այս բութմատի չափով նաև ճարպը օգտակար, առանց դրա նույնպես ուղեղը չի աշխատում, ուղեղը նաև ճարպից է եւ լյարդը ճարպի հետ է կապված։ Ուղղակի ինքնիրոնով մեծ ճարպի Ճարպ է, առանց ճարպի չի աշխատում։ Նույնը լյարդի ճարպակալումները բուժվում է ճարպով, բայց ճիշտ գրագետ, իհարկե մասնագետի հսկողությամբ, չգնան ճարպ ուտեն, հետո ավելի խնդիր առաջացնեն։ Եվ երրորդը սպիտակուցը չի յուրացվում առանց բջջանյութի, առանց բանջարեղենի չի յուրացվում։ Այսինքն մենք պետք է իրեն մարսելու համար օրգանիզմը շատ մեծ էներգիա ծախսում է մսի վրա, որ մարսի։ 30%-ը սպիտակուցը, որ մենք ընդունում ենք, իր 30%-ը ծախսվում է իր տված օգուտի, ծախսվում է իրեն մարսելու համար։ Նույնը այստեղ էներգիա է ծախսվում նեխուրի կամ վարունգի վրա, որը որ կարող է նույնպես բերել մեծ էներգիայի կորուստին առանց կալորիա տալու, բայց եթե շեշտը դնենք մենակ կալորիայի վրա, վստահ ձեզ կասեմ, ոչ ալերգիան է դրանով կարգավորվում։ Հա, չէ, վարունգներ է փաստորեն ինքը տենց, այո, այնքան միֆեր կան։ Բանջարեղեն Մարքեթինգ ուժեղ աշխատում։ Չկա հասկացություն, բանջարեղեն, դա խոհարարական նկարագիր է։ Այո, դա որպես բարիքների, որովհետև բանջարեղենի յուրաքանչյուր օրինակը ինչ որ մի խմբի է պատկանում, օրինակ լոլիկը հատապտուղ է։ Բայց մենք ընդհանուր խումբ այդ մթերքների դուք ձեր դեպքում սննդաբան որպես կոչում եք բանջարեղեն, բայց այո, բանջարեղեն ավելի ոչ է։ Հասկացություն բանջարեղեն կամ մրգեր, հատապտուղն է, բայց բանջարեղեն չկա, դրանք բոլորն են, օրինակ կարտոֆիլը։ Դա կլուբին է, այսինքն։ Հա, այդտեղ մի քիչ ռուսերեն դա հավաքական մտածեմ, բայց մի լայֆ հակ էլ ասեմ, եթե ուզում եք որ լինի ձեր սննդակարգում օրվա մեջ փորձեք օգտագործել գոնե 28 տարբեր տեսակի մթերքներ։ Պետք է հաշվել հաշվիչը։ Գիտեք ինչ առումով, օրինակ, եթե ինչ-որ ուտեստ եք ուտում, ասենք այնտեղ ճարպ կա, սպիտակուց կա, չէ՞ բնականաբար, միս կա, ճարպը կա, կանաչի կա, լոլիկից մի կտոր կա, հացից մի կտոր կա, այսինքն այդ աղ կա, պղպեղ կա, դրանք նույնպես ես նկատի ունեմ, որ հանկարծ այդտեղ չվախենաք։ Այնտեղ եթե վերցնենք բորշը, հենց ինքը արդեն եւ դափնու տերևն է համարվում, եւ գազարը, եւ սոխը, եւ յուղը, ինքը արդեն բավականին այնպես որ հեշտ է լրացնելը։ 28-ի կեսը հաստատ կա։ 28-ի կեսը հաստատ կա արդեն։ Շատ կարճ գուցե անդրադառնանք սննդային հավելումների, բադերի, որոնք նույնպես եւ նորաձև են եւ գուցե օգտակար են։ Դուք ինչպես եք վերաբերում, խորհուրդ տալիս եք թե ոչ։ Միանշանակ ես նուտրիցոլոգ սննդանյութ, նյութերի հետ կապված նուտրիցոլոգ, որ ես շեշտեցի, հենց սննդանյութերի ճիշտ ընտրությունն է։ Երբ որ կա այսպես հասկացողություն սննդային հավելում, կա կենսաբանական ակտիվ հավելում, եւ կենսաբանական ակտիվ հավելումների մեջ այստեղ արդեն ավելի դասակարգային բարձ է, կա նաեւ մոլեկուլյար հասկացողությունը։ Սննդային հավելումները դրանք ոնց որ չորացրած, խտացված ինչ որ նյութեր են, բայց բնական հումքից ստացած։ Նու այստեղ ջրի մուրների կան տարբերակներ եւ այլն, հա։ Դա կարող է մարդը ինքնուրույն իր համար օգտագործել որպես ուղղակի առողջ մթերք բնական։ Կենսաբանական ակտիվ հավելումների մասով ես ասեմ, որ հենց օմեգա 3-ը ինքը կենսաբանական ակտիվ հավելում է հանդիսանում։ Վիտամին D-ն ինքը մի քիչ հորմոն է, մի քիչ էլի կենսաբանական ակտիվ հավելում է։ Օմեգա 3-ը ավելի լավ է, դա այսպես բյուջետային տարբերակ է։ Օմեգա 3-ը օգտագործել որպես հավելանյութ, ավելի ձուկ ուտել ավելի։ Այո, ես ձեզ ասեմ, բայց օմեգա 3-ի, այո, այնտեղ կոնկրետ, եթե կենսաբանական ակտիվ հավելում ինչը մասնագետ է ընտրում, որովհետև իր մեջ կա երկու բաղադրիչ օմեգա 3-ի, այդ երկուսը չի բավարարում մեր առօրյա սննդակարգում, այդ է յուղոտ ճարպոտ ձուկն է, որ պիտի ամեն օր մենք ուտենք։
Բայց ամեն օր չենք ուտում։ Բայց օմեգաների շարքից, ասենք կա որ կա բուսական, դա կարող ենք օմեգայի չիայով կամ կտավատով կամ ձիթապտղով դա լրացնել, բայց կենթանական ու ձկնային տեսակինը դա մի քիչ չի բավարարում է ռացիոնում, բայց դա նշանակվում է արդեն հսկողությամբ։ Եթե բարձր դոզավորումներ է պետք լինում, կարծում եմ բժիշկներից նշանակում են, բայց որպես նուտրիցիոլոգ նշանակվում է բորբոքային process-ները կարգավորելու համար։ Շնորհակալություն շատ, որ եկաք մեզ մոտ, շատ հետաքրքիր զրույցեր եւ Շատ հարցեր դեռ մնացին։ Ինչպես։ Շատ հարցեր դեռ Հա, մնացին։ ես օրինակ ճիշտ ասած այս զրույցից հետո ինչ որ ինձ համար առանձին վերնագրեր եմ հանել մեր զրույցից, որ պետք է դրան հետևել։ Մի խոսքով սխալ խեղաթուրված պատկերացումներ ունեինք շատ բաների մասին։ Շնորհակալություն, որ բարձաբանեցիք։ Մեր հյուրն էր առողջության խորհրդատու, նուտրիցիոլոգ, Դիետոլոգ։ Ինչպես։ Դիետոլոգ, այո, եւ առասարակ մասնագետ այն ամենի, ինչ գնում մեր օրգանիզմ, սննդի տեսքով, Մարինե Գևորգյանն էր մեզ հետ։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալ եմ։ Մոտ ժամանակներս նորից արիթ կունենանք հանդիպելու, որովհետեւ որպես կանոն գիտեք նկատել եմ նույնիսկ մենք այսօր սովորականից ավելի երկար ժամանակ տրամադրեցինք մեր զրույցին ու էլի հարցեր մնացին։ Այդպես է ստացվում։ Շնորհակալություն, որ եկաք։ Մեծ հաճույքով։